Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման 8-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ներկային Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններ, տարբեր պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով համաձայնագրի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է պանելային քննարկմանը, ներկայացնելով ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում իրականացված քայլերը, մասնավորապես նախարարության ինստիտուցիոնալ եւ եվրոպական ստանդարտներին հնարավորինս մոտարկված բարեփոխումները ոստիկանության, փրկարար ծառայության ու միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ոլորտներում։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին համաձայնագիրը եղել է ուղենիշային փաստաթուղթ։ Նախարարն ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը եւ գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ, շեշտելով այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցության խորացման կարեւորությունը։ Արփինե Սարգսյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումները ուղիղ ներառված չեն ՍԵՊԱ-ի ճանապարհային քարտեզում, սակայն դրանց արդյունքները գաղափարապես սերտ փոխկապակցված են ՍԵՊԱ-ի հետ։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ ՍԵՊԱ-ի շրջանակում մի շարք միջոցառումների իմպլեմենտացումն ուղիղ կապ ունի նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման հետ, եւ Հայաստանի Հանրապետության գործող ինքնիշխանության մակարդակը թույլ է տալիս զարգացնել մեր հնարավորություններն ու ավելի մեծ տեմպով իրականացնել ոլորտային բարեփոխումները։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամությունը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համաձայնագրի շրջանակում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումներին։ Սեփական ուժերին մարտահրավեր նետելը հեշտ չէ, սակայն երբ հիմքում ոչ թե անձնական հաղթանակի, այլ պետությանը ծառայելու ձգտումն է, այն պայքարից վերածվում է առաքելության։ Իսկ այդ առաքելությունը լավագույնս իրագործելու կարևոր նախապայման է ներքին համոզմունքը, որ հենց դու ես պատասխանատու անվտանգ, կայուն ու վստահելի միջավայրի ապահովման համար։ Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Արման Ղուկասյանը լավ գիտի ինչ է կարգ ու կանոնը, եւ դա գիտի ոչ միայն ծառայության օրինակով, այլև սպորտի։ 4 տարեկանից զբաղվում է մարտական սամբո սպորտաձևով։ Արմանի համար սամբոն պարզապես մարզաձև չէ, այլ դպրոց, որտեղ ձևավորվել է կամքը, նպատակասլացությունը եւ պատասխանատվությունը։ Հենց այս արժեքներով էլ հետագայում ընդունվեց պարեկային ծառայություն, պաշտպանելու հասարակական կարգը նույն ոգով, որով հաղթահարում է մարզական մարտահրավերները։ Պարեկային ծառայության աշխատանքի անցնելու որոշումս կայացրեցի այն ժամանակ, երբ որ զգացի այստեղ արժեքավորում են հասարակությունը, հասարակության կարգ ու կանոնը, մեր երկրի անվտանգությունը եւ մարդկային արժեքները։ Ընտանիքիս անդամները սկզբից դեմ էին, որովհետև գիտակցում էին, որ սա նաև մի քիչ վտանգավոր աշխատանք է, բայց հետո նրանք զգացին, որ դա այն որոշումն է եւ սկսեցին աջակցել ինձ։ Արման Ղուկասյանի համար ծառայությունն ու սպորտը հավասարակշռված նժարի երկու կողմերն են՝ ուժ, կարգապահություն ու պատասխանատվություն թե համազգեստով, թե համազգեստից դուրս։ Արմանը վստահեցնում է ծառայությունն իրեն ավելի է կոփել որպես անհատի, ում առաքելությունը մարդկանց կողքին լինելն է։ Հիշում է, եղել է մի ահազանգ, ինչից հետո տպավորվել է նաև փրկարար ծառայության աշխատանքով։ Ահազանգ սկսանք Մարկահովիտ գյուղում, որ ինչ-որ թոտի մեծ տուկ էր այրվում, մոտավոր 250-300 տուկ։ Պարեկային ծառայությունից առաջի կարգախումբը մենք էինք, որ հասանք դեպքի վայր, սկսեցինք դույրերը ու ջրերը կրել, հանգցնել այդ ամեն ինչը, ու այդ ժողովրդին օգնելը, այդ հասարակության օգտակար լինելը արդեն իսկ ոգեշնչում է։ Արման Ղուկասյանը նաև մարտական ճանապարհ է անցել։ Ռազմական փորձառությունը եւս ազդել է մտածողության ու աշխարհայացքի ձևավորման վրա։ Այժմ որպես պարեկ նա ծառայության է դուրս գալիս զգոնության, սառնասրտության եւ կայունության հարուստ պաշարով, իսկ որպես մարզիկ շարունակում է կոփել ոչ միայն մարմինը, այլև կամքը իբրև հավատարիմ զինվոր թե սպորտի, թե հայրենիքի առաջ։ Տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արմանը 2018 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի, իսկ 2019-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 2024 թվականին արդեն ներկայացնելով ներքին գործերի նախարարության կրթահամալիրը կրկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Երբ որ սկսեցի զբաղվել սպորտով մոտ 4 տարեկան է, այդ ժամանակ ես չեմ որոշել, որ զբաղվեմ սպորտով, որոշել է իմ հայրը։
ուղարկեին սամբոյի, արդեն այդտեղից որպես հոբբի, հետագայում մասնակցելով մրցումների, առաջնություններ, հաղթանակներ ու մեծացել եմ որպես սպորտսմեն, այսինքն դաստիարակվել եմ սպորտային հոգեբանությունով։ Ծառայությունը սպորտի հետ համատեղել է, ճիշտն ասած, մի քիչ դժվար է, բայց համատեղելի է։ Ես երեկոյան 8-ին իմ ծառայությունը ավարտելուց հետո պարտադիր գալիս եմ մի հատ պարապում, նոր դուրս գալիս։ Արման Ղուկասյանը Պարեկի համազգեստը կրում է նույն հպարտությամբ, ինչպես սպորտային հագուստը։ Երկուսն էլ պահանջում են ուժ, կարգապահություն եւ նվիրում։ Մեկը կոփում է մարմինը, մյուսը բնավորությունը, եւ արդյունքում երկուսն էլ ձևավորում են անհատին, որի գլխավոր նպատակն է լինել այնտեղ, որտեղ իր կարիքն ամենից շատ կա։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Ամբողջ աշխարհում տարեկան հազարավոր երեխաներ ընտանեկան բռնության զոհ կամ ականատես են դառնում։ Ընտանեկան բռնությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ բռնության ենթարկված եւ ականատես անձանց համար։ Քանի որ ընտանեկան բռնությունը կրում է լատենտային բնույթ, համայնքային ոստիկանությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ընտանեկան եւ կենցաղային դեպքերի հայտնաբերման եւ արձանագրման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիների վստահությունն էապես աճել է, ինչի արդյունքում 2025 թվականին ոստիկանությունը ստացել է ավելի շատ ահազանգեր 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառվում են նախազգուշացման, անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումներ։ Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես բռնություն գործադրած անձին հեռացնել տնից եւ արգելել նրա վերադարձը տուն։ Բռնություն գործադրած անձին արգելել այցելելու բռնության ենթարկվածին, նրա խնամքի տակ գտնվող անձանց, բռնության ականատես եղած անչափահասներին։ Եթե բռնություն գործադրած անձը խախտում է անհետաձգելի միջամտությամբ նախատեսված սահմանափակումները, ապա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Հիշեք, բռնությունը չունի արդարացում։ Եթե բռնության եք ենթարկվում կամ ականատես լինում, մի լռեք, զանգահարեք 102։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը միշտ ձեր կողքին է։ Լռությունը չի պաշտպանում, այն քողարկում եւ խորացնում է բռնությունը։